Հայաստան երկիրը փառաբանող գեղեցիկ կոմպոզիտորական երգերն էին հնչում Գյումրիի կամերային դահլիճի բեմում, որոնք կատարում էին Հայաստանի մարզերի արվեստի ու երաժշտական դպրոցների երգչախմբերը։ Երգչախմբային հանրապետական մրցույթ փառատոնը 5-րդ տարին է համախմբում է փոքրիկ երգիչներին, որոնք առաջին քայլերն են անում այս արվեստում։ Մենք ընդհանրապես չենք լարվում, ուրախ ենք։ Մեր համար կարևորը որ լավ երգենք։ Մեզ համար հաճիկ է այստեղ գալը, ամեն օր փորձում ենք, ճիշտ է, փորձերը դժվար են ընթանում, բայց արդյունքը տեսնում ենք։ Ամենամեծ արդյունքը, որ մենք ունենում ենք, երեխաները վայելում են միասին երգելու բերկրանքը, որովհետև երգչախումբ նշանակում է միախմբում, համախմբում, համաձայնություն, հարմոնիա։ Փառատոնը 5 տարի առաջ մեկնարկեց ընդամենը 6 երգչախմբերի մասնակցությամբ։ Այն մրցութային է, բայց ոչ այնքան լավագույններին առանձնացնելու, որքան երգչախմբային արվեստը զարգացնելու նպատակային նախաձեռնություն։ Այս տարվա մրցույթ փառատոնին 20 երգչախմբեր են մասնակցության հայտ ներկայացրել, որոնք կատարողական որակ են հղկել եւ արդեն հանդես են գալիս համերգային ծրագրերով։ Այս ամենը նոր էր սկսվում, մեր առաջնային նպատակը դպրոցներում երգչախմբերի գոյությունն առհասարակ խրախուսելն էր։ Հիմա արդեն մենք խոսում ենք երգչախմբերի որակի, կատարողական արվեստի, ընտրված նյութերի, համերգային ծրագրերի մասին եւ ունենք երգչախմբեր, ովքեր կարող են առանձին համերգային ծրագրով բեմ բարձրանալ։ Երգչախմբերում մարզերի երեխաների ներգրավվածությունն ավելի է կարևորվում։ Ժյուրիի անդամները նշում են, որ փառատոնը երգչախմբային արվեստը հանրայնացնելուց եւ երաժշտական կրթություն տալուց բացի նաև անհատ ձևավորելու միջոց է, իսկ կատարումներում առանձնանում են մարզերն իրենց դիմակծերով։ Երգչախումբը քաղաքակրթության այն բարձրացուցանիշն է, որ անհրաժեշտ է այսօր եւ այդ իրենք կարծես իրենց մշակույթի դեսպաններն են դարձել եւ գալով այստեղ ներկայանալով մրցույթին ամեն դեպքում իրենց մարզի դեսպանն են եւ կարելի է անգամ կարծիք կազմել այդ մարզի մասին։ Փառատոնն ամեն տարի նույն օրը մայիսի 28-ին անցկացնելը մեծ նշանակություն ունի Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման, նրա գոյության, կայուն խաղաղության խորհրդով։ Այս 5 տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ գործ, որը նվիրված չի եղել Հայաստանի Հանրապետությանը։ Իր բոլոր ժամանակների պետականության, անկախության, ինքնահռչակման, ազատ, անկախ եւ խաղաղ ապրելու իրավունքի փառաբանումով։ Հայրենասիրությունը միայն խոսքով չի, մտքով չի, այլ գործով է, եւ այսօր իրենք գործով են այդ ամեն ինչը ապացուցում։ Այսօր կերկեն, հաջորդ օրը մեկ ավելի մեծ քայլ կգնան, երրորդ օրը հայրենիք կպաշտպանեն, չորրորդ օրը տեր կկանգնեն իրենց հայրենիքին, ամեն ինչ փոքր քայլերից է սկսում եւ գուցե երգելը նրանց այսօր փոքրիկ քայլն է։ Այսօրվան նվիրված հատուկ ընտրել ենք Նոր Հայաստան երգը, որպեսզի փառաբանենք Հայաստանը։ Երգը Հայաստանի մասին է, արևի, նրա քաջ մարտիկների։ Ամեն տարի մրցույթ փառատոնը եզրափակվում է մեկ երգի միասնական կատարումով։ Գյումրիի արվեստի եւ երաժշտական դպրոցների միասնական երգչախումբը կկատարի մեծանուն կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի «Մեր աշխարհը» ստեղծագործությունը։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։